եք եկել շտաբ։ Շտաբի պետը ես եմ, Ժողովուրդ ջան։ Բայց ակտիվություն կա, անընդհատ տեսնում ենք, որ ԿՊ տարբեր падգամավորներ են գալիս, սա ինչով է պայմանավորված։ Ես կարծում եմ, որ նորմալ քաղաքական process-ներ են եւ մեր քաղաքականության մեջ գտնվող մեր գործընկերները, ընկերները գալիս են, գնում են ինչպես այստեղ, այնպես էլ Գյումրիում։ Գյումրի Գյուլնազարյանի տան մոտ էլ անընդհատ աշխուժություն էր, սոցիալնախարարներ ներսում, ինչով է պայմանավորված այս համագործակցությունը։ Ես այդ հարցին չգիտեմ ոնց պատասխանեմ, որովհետեւ Գյումրի Գյուլնազարյանը եւ սոցիալ-նախարարը շատ երկար ժամանակ ընկերներ են ու իրենց միջազգային հարաբերությունները այլ մակարդակի վրա է գտնվում, քան սովորական պաշտոնական հարաբերությունները։ Բայց տան մոտ ես ուղղակի ես կարող եմ պատասխանել այն հարցին։ Ես ինքս երկու անգամ ընտրությունների միջով անցել եմ եւ այդ շրջանում էլ մեր տաններ, իմ ընկերների կողմից, իմ հարազատների կողմից աշխուժություն է նկատվում։ Կարծում եմ դա հենց հիմա մեր բոլոր տեխնացուների տների մոտ գնանք, այդ աշխուժությունը, այդ աժոտաժը կնկատվի։ Պարոն Մելքոյանը, ով է ձեր ասել այստեղ հնարավոր է Նիկոլ Փաշինյանը ասել գնացեք, տեսեք ինչ վիճակ է մեր տեխնացուների։ Ես քիչ առաջ պատասխանեցի, ես ի պաշտոնե հանդիսանում եմ Փարաքարի շտաբի պետը։ Եվ այս ամբողջ քարոզարշավի ընթացքում իհարկե ոչ իմասով ոչ աշխատանքային ժամերի, ոչ աշխատանքային, այսինքն աշխատանքային օրերին եւ ժամերին այստեղ չեմ գտնվել, բայց դրանից հետո եւ քարոզարշավին եմ մասնակցել եւ շտաբային աշխատանքներ եմ համակարգել։ Այսինքն ես որպես այդպեսին, եթե ուզում եք իմանալ, ամենաշատը իրավունքն եմ այստեղ մտնել եւ դուրս։ Տեղեկություններ կային, որ օրինակ քարոզարշավի վերջին օրը տարբեր գյուղերից մարդ է բերվել Լյուդվիգ Գյուլնազարյանի քարոզարշավին մասնակցել։ Ինչպես Երևանում Տիգրան Ավինյանի քարոզարշավի ժամանակ։ Ինչպես ակնմեկնաբանեք, տեղեկությունները ճիշտ են թե ոչ։ Մարդ չի բերվել, երբ որ եղել է հայտարարություն, որ մեծ հանրահավաք է լինելու, մեզ միացել են տարբեր տեղերից, այդ թվում նաև Երևանից եւ մեր ընկերները եւ քաղաքական կուսակցության մաս կազմող ընկերները։ Երևանցին օրինակ ինչու պետք է գա եւ Փարաքարի համայնքապետի բոլոր մնացած այն տեխնացուներին, ովքեր նաև հանրահավաք են արել, որովհետեւ իրանք շրջանում են եղել։ Առնվազն ես մի 10 հոգի ճանաչում եմ, որ Փարաքարի բնակիչ են, բայց եկել մասնակցել են, բայց երբևիցե ինձ մոտ հարց չի առաջացել։ Եթե մարդը աջակցում է եւ իր աջակցությունն է հայտնում, թող գալիս է մասնակցություն։ Այնուամենայնիվ կասկածելի է, էլի, այլ մարզից, այլ տեղից բնակիչ գա, մյուս Երևանն ու օրինակ մեր քաղաքացիական պայմանագիր կուսակցության մալեցիայի տարածքային կառույցի ժողովուրդը եկել են, շատ նորմալ է, որովհետեւ 10 կիլոմետր ենքով են գտնվում, կամ ավելի քիչ, 5 կիլոմետր։ Խնդրահարույց չեք համարում դուք։ Օրինակ ինչն է խնդրահարույցը ձեզ։ Հարցը ձեզ եմ ուղղում։ Չէ, ես էլ հարցնում եմ ինչն է խնդրահարույց, ես չգիտեմ ինչն է դրա խնդրահարույց, դրա համար հարցին հարցեր եմ պատասխանում։ Եվ ինչպես եք գնահատում այդ 50+ կհավաքի ձեր տեխնացու։ Մենք ամեն ինչ արել ենք քարոզարշավի ընթացքում, մեր բնակիչների հետ հանդիպման շրջանակներում, որպեսզի մեր ծրագրերով կարողանանք իրենց համոզել, որպեսզի իրենց քվեն եւ լինի 50+։ Եվ 50+-ը արդար մոտեցում է, որովհետեւ նախկինում 50+ չլինելու արդյունքում տեսել ենք, թե ինչպիսի զրկանքներ է կրել Փարաքար համայնքը։ Սարիբեկյանն ասում էր, որ Բաքվի մտնոլորտ է Փարաքարում եւ այստեղ սպանություններ են եղել, հանցավորությունն է մեծ եւ դժգոհությունները շատ են ժողովրդի կողմից ուժի նկատմամբ եւ չեն ցանկանում։ Այսօր ընտրության ենք եւ այսօր ժողովրդի քվեով ցույց կտա, թե ինչքանով է դժգոհ եւ ինչքանով է գոհ։ Եվ մենք համեմատություն կանենք 2021 թվականի դեկտեմբերի արտահայտ ընտրությունների նույն ցուցանիշների հետ եւ կտեսնենք այն ժամանակ եւ հիմա մեր ընտրողները մեզ ավելի շատ են տեսնում, թե ավելի քիչ են տեսնում։ Դե 2021-ի կոալիցիայի միջոցով։ Չէ, բայց քաղաքացիական պայմանագիրը առանցին ունեցել է իր քվե, որը կազմել է 27%։ Հիմա այս անգամ համեմատելով այդ ցուցանիշը կհասկանանք մենք ընտրողները մեզնից ինչքանով են գոհ, թե դժգոհ։ Բայց ամեն դեպքում ինչու՞ չի հաջողվել իշխողուժին այդ հանցավորությունը Փարաքարում կանցնել։ Քրեական ենթամշակույթի դեմ նավների Եթե որևէ մեկը գիտի քրեական ենթամշակույթի
կրող անձանց թող գնա ահազանգի ցավալի դեպքեր, եթե Մերձավանը նկատի ունեք, շատ ցավալի դեպք է տեղի ունեցել եւ մեր կուսակից ընկերների ընտանիքի անդամի հետ է տեղի ունեցել եւ դա շահարկել դարձնել պատմություն եւ դրա հետ կապված կան նաեւ ձերբակալված մարդիկ գործը գտնվում է նախաքննության փուլում ես չգիտեմ իրավապահ մարմինների տոտալ հսկողության տակ է գտնվում ես ավել բան չգիտեմ բայց նաեւ այդ պատճառով Լյուդվիգ Գյուլնազարյանը հեռացավ Լյուդվիգ Գյուլնազարյանը լրիվ այլ պատմության պատճառով հեռացավ ու ինքը շատ մանրամասն անդրադարձել է դրա մասին ես կարծում եմ որ ես տարիք չկա որ անդրադառնամ Տեղեկություններ կան, նաև սոցցանցերում են այդ մասին արդեն սկսել գրել վերջին 1 ժամվա ընթացքում, որ իշխող ուժը հասկացել է, որ այդքան է լավ չէ իրավիճակը եւ պաշտոնյատար անձամբ Նիկոլ Փաշինյանի մակարդակով հրաման է իջեցվել գործուղվել Փարաքար համայնք, որպեսզի իրավիճակը մի հատ այսպես հասկանան, տրամադրություններ եւ դրանով նաև մարդկանց մոտ ասում եմ մեծ անհանգստություններ իրականում չգիտեմ այդ անհանգստությունը ես կարծում եմ այն մարդկանց մոտ է, ովքեր որ այդ խոսակցությունները տարածում են, որովհետև ինչ ասում եք վարչապետի կողմից անձնանց հազարական, ես առաջ անգամ ձեզանից եմ խոսում այդ մասին։ Իսկ Փարաքարի շտաբում, եթե դուք ուշադիր եք եղել ամբողջ 12-օրյա քարոզարշավի ընթացքում, պարբերաբար բարձրաստիճան պաշտոնատար մեր ընկերները պարբերաբար այցելել են այստեղ։ Նիկոլ Փաշինյանին եւ մեր հետ տարբեր նախարարներ, այլ կառույցի ներկայացուցիչներ, կուսակցական ընկերներ եկել են քարոզարշավ են արել այստեղ։ Որքան էլ զարմանալի է, բայց Նիկոլ Փաշինյանը չէր մասնակցում քարոզարշավին, սա ինչով էր պայմանավորված։ Այսօք այն պնդումները, որ նրա վարկանիշ իջել է, հենց կապում եք։ Ընդհանրապես կապություն դժվարություն։ Իսկ այդ դեպքում ինչու չէր մասնակցել։ Որտեղ է մասնակցել պարոն Փաշինյանը։ Գյումրիում էլ չի մասնակցել։ Դե բայց տեսանք բացման խոսքը քարոզարշավից առաջ դա եւս դիտարկեցին որպես նախընտրական, երբ որ դա մեր բրաբուս առ բրաբուս պետք է հետ բերեն թալանած։ Հա, այսպես ասած հավաքներ, դրամահավաքի օրներ եւ դա հավասարապես Փարաքարին էլ է վերաբերում, ուղղակի տեղը որոշվել է Գյումրի։ Չէ, ասում եք որտեղ է մասնակցել, օրինակ Երևանում Տիգրան Ավինյանի հետ անձամբ եք այլել Էրեբունուի։ Ես կարծում եմ, որ Երևանը եւ այլ համայնքներ դրանք քրիվ տարբեր բաներ են ներկայացնում։ Եթե մի համայնքում ապրում է մեր բնակչության կեսից մի փոքր քիչ, կարծում եմ, որ այդտեղ վերաբերմունքը պետք է լինի այլ, եւ դա նորմալ է։